Բարի երեկո, դուք դիտում եք Բացահարթակ, այսօր իմ հյուրը կրթության փորձագետ Արման Գասպարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես հիմա հնարավորությունները կարծես թե շատ ավելին են արտերկրում սովորելու հետ կապված։ Դա ժամանակի պահանջ է, թե նորաձև է, որ այ պետքա երեխան ավարտի հայկական բուհը եւ անպայման դրսում որևէ կրթություն ստանա։ Կարծում եմ կարելի է երկու երևույթների մասին էլ խոսել, գուցե հավասարաչափ։ Կարծում եմ նորաձև է անկասկած հայկական բուհ ավարտել եւ արտերկրում սովորելու տրենդը երևի մի փոքր ավելի երկրորդային բնույթ է կրում, քանի որ ես անձամբ շատ եմ հանդիպում այն երևույթին, որ ուղղակիորեն անգամ բակալավրիատի համար ծնողները դիտարկում են արտերկրում իրենց երեխայի ուսանելու հնարավորությունը, այսինքն եւ հնարավորությունների ժամանակի հետ ավելանալը եւ նաեւ մրցակցային առավելությունները անգամ բակալավրի մակարդակում ու այն երևույթը, որ նախկինում օրինակ արտերկրում ոչ անգլախոս երկրներում շատ քիչ էին բակալավրի ծրագրեր, որ անգլերեն լեզվով էին հասանելի, իսկ հիմա այդ ծրագրերը գնալով աճում են, ինչը նաեւ նրանց մրցակցային առավելություն է որոշակիորեն տալիս տեղական հայկական բուհերի համեմատ եւ կարող ենք անգամ այդ տրենդի մասին խոսալ, որ ոչ միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կամ ցկյանոց կրթության համատեքստում են մարդիկ դիտարկում արտերկրում ուսանելը, այլ նաեւ անգամ բակալավրի մակարդակում։ Լավ, ինչու է այսպես դարձել նորաձև, այդպես պահանջված, որ պարտադիր պետք է ամեն դեպքում նրանք, ովքեր ունեն հնարավորություն, թե կրթական, թե երբեմն նաև ֆինանսական, սովորեն արտերկրում։ Այդպես միանշանակ չեմ կարող պատասխանել, չեմ կարծում, որ բոլոր մարդկանց մի զամբյուղի մեջ կարող ենք տեղավորել, կարծում բազմաթիվ են զամբյուղները, այսինքն կան մարդիկ, ովքեր նախկին իներցիայով երեխայիս լավ բուհ պետք է ուղարկեմ, հիմա արդեն հնարավորություն ունեն երեխային էլ ավելի լավ բուհ ուղարկել եւ արտերկրում են դիտարկում ու նաեւ այդ պահպանողական մոտեցումը, որ երեխան պետք է անպայման քո կողքին լինի եւ այլն, նաեւ այդ մարդկանց մոտ է ժամանակի հետ կարծես թե վերանում, բայց կան նաեւ շատ մարդիկ, ովքեր շատ ավելի հասուն տարիքում են դիտարկում արտերկրում սովորելը, այսինքն օրինակ երկրորդ մագիստրատուրայի համար կամ օրինակ 30 տարեկանում, 40-50 տարեկանում ունեմ ծանոթներ, ովքեր շատ ավելի հասուն տարիքում որոշել են, որ պետք է գիտական աստիճան ունենան, գիտական կողություն ունենան ու Հայաստանում բավականին բարեկեցիկ կյանքը պետական ծառայությունում աշխատանքը եւ այլն ժամանակավորապես թողել են, որպեսզի գնան իրենց երազանքի հետևից ու դա երևույթ է, որ կարծում եմ արևմուտքում օրինակ եթե այդպես գլոբալ խոսենք կամ անգամ ասիական շատ երկրներում տարածված բնույթ է կրում, որ մարդիկ աշխատում են, որոշակիորեն հասունանում են, հետո դիտարկում են արդեն հավելյալ կրթություն ստանալու, զարգանալու հավանականությունը, այլ ոչ թե այդպես իրար հետևից սովորելով գիտական աստիճան են ձեռք բերում, բայց պրակտիկ փորձառություն հաճախ քիչ են ունենում։ Կան երկրներ, կան բուհեր, որոնք շատ ավելի պահանջված են, կա այդպիսի վիճակագրություն, որոնք են ավելի պահանջված մեր ուսանողների շրջանում։ Այդպես կարելի է տրադիցիոն կերպով ասել, որ ամերիկյան բուհերը ու բրիտանական բուհերը հատկապես խոշոր լոնդոնյան բուհերը կամ այդպես Ivy League կոչված ամերիկյան որ գլխավոր բուհերն են, իրենք միշտ պահանջված են եղել եւ այդտեղ ֆինանսավորումներ սովորաբար գտնելու այդ կապված հարցեր չեն ունեցել։ Իրենք շարունակում են առաջտար դիրքերում լինել University College London-ը, օրինակ Oxford-ի համալսարանը, Cambridge-ի համալսարանները, ովքեր այդպես հնչեղ են, միջին ստատիստիկ մարդկանց համար հեշտ ճանաչելի են, բայց որպես մարդ, ով ուղղակիորեն շփում ունի շվեդական ու բելգիական կրթական համակարգերի հետ, որպես շրջանավարտների միության խորհրդի նախագահ ու նաև ես ինքս Բելգիայում ասպիրանտ եմ դեռևս հանդիսանում, մեր համալսարանը Բելգիայում ամեն տարի ավելի ու ավելի շատ Հայաստանից ուսանողներ են ներգրավում եւ դա կարծում եմ տրենդ է, որ ողջունելի է։ Իսկ դա օգնում է այստեղ աշխատանքի տեղավորվելիս, այ գործատուների մոտ, գործատուն երբ նայում է, որ այս մարդը ունի, չգիտեմ, Երևանի պետական համալսարանի կամ տնտեսագիտական համալսարանի դիպլոմ կամ մեկ ուրիշ տեխնացու, որը դրան զուգահեռ ունի նաև ինչ որ Իտալիայի կամ Շվեդիայի որևէ բուհի դիպլոմ, դա առավելություն է տալիս։ Կարծում եմ ինչ որ փուլում դա մրցակցային առավելություն տալիս է իհարկե, որովհետև այսպես ռեզյումեում, CV-ում ունենալ արտերկրի
բուհից դիպլոմ, 2 տող, որ դու ուսանել ես արտերկրում, ինչ-որ հավելել մասնագիտական փորձառություն ես ձեռք բերել, միշտ քեզ մեկ քայլ առաջ է կարծես դնում, բայց միաժամանակ ուզում եմ այն մարդկանց, ովքեր ամբողջությամբ Հայաստանում են սովորել եւ մասնագիտական գիտական կոչումները Հայաստանում են ձեռք բերել, ի վերջո ցանկացած կարելի է ասել աշխատանքի ընդունվում են ոչ այնքան զուտ ռեզումեի հնչեղության շնորհիվ, ինչքան ինտերվյուների մասնակցելով, ինչ որ նախնական աշխատանք կատարելով, որակ ցույց տալով, այսինքն եթե դու իրոք որակյալ մասնագետ ես, եթե դու իրոք անձնավորություն ես, ով աշխատում է իր վրա, բացարձակ ի վերջո կարևոր չէ թե դու որտեղ ես ուսանել։ Այ տեսեք հարցազրույցներից խոսեցիք։ Մենք գիտենք, որ այսօր շատ են, ամեն դեպքում LinkedIn սոցիալական ցանցում գրառումները շատ են, որ մարդիկ բողոքում են մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներից։ Մարդը, որը շատ ավելի մեծ փորձ ունի, գնում է հարցազրույցի եւ այդ նույն HR-ները, այդ նույն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները գիտելիքով շատ ավելի ցածր են լինում, քան այն մարդը, ով գնացել է այնտեղ հարցազրույցի, եւ այստեղ է լինում, որ խնդիր է առաջանում եւ շատ ավելի որակյալ մասնագետներ հրաժարվում են պարզապես գնալ հարցազրույցի մեկի մոտ, ում ոչ տարիքը, ոչ կրթությունը չի բավարարում այդ նույն հարցազրույցն անցկացնելու համար։ Դա միանշանակ ոչ միայն Հայաստանում է այդպես, դա կարծում եմ շատ երկրներում, եթե ոչ բոլոր երկրներում, որտեղ գնում եք, կարող եք տեսնել, որ կորպորատիվ միջավայրում նման բան շատ հաճախ պատահում է, բայց միաժամանակ երկու բան որ կուզենայի այստեղ արձանագրել, այն որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված աշխատակիցները երիտասարդ են, դա պետք չէ ուղղակիորեն որպես որակի բացակայություն դիտարկել կամ ինչ-որ բացասական տեսանկյունից դիտարկել, երիտասարդությունը խնդիր պետք է որ չլինի այդ առումով, եթե իրապես որակյալ մասնագետ է քեզ եթե իրապես որակյալ մասնագետ է։ Բայց միաժամանակ կարծում եմ լավ պրակտիկան ու շատ տեղերում կիրառվող պրակտիկան այն է, որ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը տեխնիկական հարցեր է ի վերջո տալիս, իսկ իրապես մասնագիտական ինչ-որ կարողությունների ստուգման համար ինտերվյուներին գրեթե միշտ մասնակցում են մարդիկ, ովքեր կարող են ուղղակիորեն քո ճիշտ կամ սխալ պատասխանից եզրակացություն ունենալ ու հասկանալ։ Այսինքն ճիշտ է եւ շատ հաճախ այդպես էլ լինում է, որ քո ապագա ղեկավարն է քեզ հետ հարցազրույցը վարում կամ վարողներից մեկը քո ապագա ղեկավարն է կամ գործընկերն է, ով կարող է նաև քո գիտելիքի մասին եզրակացություն անել։ Պարոն Գասպարյան, Ֆրանսիայի նախագահը իր գրքում գրել է հետևյալը, որ մենք ապրում ենք մի ժամանակներում, որ 40 տարեկանում չես կարող աշխատել 20 տարեկանում ստացած կրթությամբ։ Համամիտ եք։ Այո, կարող եմ ասել, որ համամիտ եմ, ու դա տրամաբանական նաև բացատրություն ունի, քանի որ այս պահին գիտելիքը այնքան արագ է զարգանում, այնքան արագ են փոխակերպումներ տեղի ունենում, որ շատ դժվար է ուղղակիորեն 20 տարի առաջ ստացած գիտելիքով մնալ մրցունակ շուկայում, ցանկացած շուկայում։ Ու օրինակ շատ հետաքրքիր բանի առաջ կանգնեցի, տեղեկացա վերջերս, որ ամեն տարի ավելի շատ գիտական հետազոտություն է տեղի ունենում, ավելի շատ բաներ են հայտնաբերվում, քան վերջին տասնամյակում։ Օրինակ 1900-ականներին բան կար, որ 20-րդ դարի ընթացքում ավելի շատ գիտական բացահայտում են եղել, քան ամբողջ պատմության ընթացքում մարդկային։ Հետո այդ 20-րդ դարի բացահայտումները ընդհանրապես, եթե ոչինչ չեմ շփոթում, այս 25 տարվա ընթացքում արդեն ել ավելի շատ բան է բացահայտվել, այսինքն տեխնոլոգիաները, գիտությունը, բոլոր ոլորտները այնքան արագ տեմպերով են առաջ գնում, որ եթե ցանկացած մարդ շարունակաբար չաշխատի ինքն իր վրա, շատ դժվար կլինի մրցունակ մնալ։ Դուք ինքնակրթվելուց խոսեցիք, մենք դրան դեռ կանդրադառնանք, բայց համամիտ չեք, որ կան մասնագիտություններ, որոնք, այսպես ասած, պահանջված են 10 տարի առաջ, եւ այդ մասնագիտությունները գնալով համարվում են մեռնող մասնագիտություններ, կարելի ասել ճակերտավոր հայտնվում են կարմիր գրքում եւ ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ։ Դրանք եւս նպաստում են, որ կամ ցույց են տալիս, որ կրթվելը անընդհատ պետք է պահանջված լինի, որովհետեւ չես կարող էլի այն մասնագիտությամբ աշխատել, որը արդեն կարելի ասել գոյություն չունի։ Մանավանդ արհեստական բանականության այս ժամանակաշրջանում, երբ մատուցողներն են կամ սպասարկման ոլորտի մասնագետներն են արդեն խնդիր ունենում։
Այո, միանշանակ եւ այստեղ շատ մեծ հնարավորություններ են մարդկանց տրվում, բայց իհարկե նաեւ լրջագույն խնդիրներ կան, որ պետք է հաշվի առնենք։ Օրինակ, հատկապես մեռնող մասնագիտությունների մասին, երբ որ խոսում ենք, հատկապես միջին մասնագիտական կրթություն ստացող մարդկանց մեծամասնությունը կան հետազոտություններ, որ ցույց են տալիս, որ մոտակա 10 տարվա ընթացքում ուղղակիորեն շուկայում պահանջված չեն լինելու։ Կրեատիվ աշխատանքի հետ կապված աշխատանք կատարող անձնավորությունների մեծ մասը շատ կարճ ժամանակում այլևս պահանջված չեն լինելու։ Օրինակ, կարծում տեղեկացած եք, որ նույն Միացյալ Նահանգներում Հոլիվուդում բավականին երկար ժամանակ մարդիկ, ովքեր սցենարներ էին գրում հեռուստատեսության կինոյի համար, ուղղակիորեն հրաժարվում էին աշխատել, քանի որ բացահայտվել էր ուղղակիորեն, որ կարելի էր այս սցենարները ոչ պակաս որակով գրել նաև արհեստական բանականության միջոցով։ Իհարկե հնարավոր եղավ կարճաժամկետ լուծում գտնել, որ այդ մարդիկ աշխատանքով ապահովեն կրկին, բայց կարծում եմ գլոբալ թրենդը այն ուղղությամբ է գնում, որ ի վերջո արհեստական բանականությունը, որ մեր կողմից իրականացվող աշխատանքը շատ ավելի կարճ ժամանակահատվածում է կարողանում կատարել եւ գրեթե նույն որակով ուղղակի սրբելու է եւ անհետացնելու այդ մասնագիտությունները։ Այսինքն շատ մասնագետներ, ինչպես դուք եք ասում, մոտ 10 տարի հետո կարող է գործազուրկ դառնան։ Ինձ նման մարդիկ, ձեզ նման մարդիկ շատ հավանական է, որ այո գործազուրկ դառնան եւ դրա միակ դա նաեւ հնարավորություն է մեզ տալիս, որ ճկուն լինենք, որպեսզի հասկանանք, թե որտեղ են այն ոլորտները, որոնք են այն որակները, որ մարդիկ իրապես կարող են միշտ ունենալ, որ արհեստական բանականությունը չի ունենա, եւ մենք փորձենք մեզ պատրաստել եւ կրկին շարունակապես զարգանալ, որպեսզի հետագայում եւս պահանջված լինենք։ Տեսեք, մեզ մոտ կրթությունը կարծես թե հայտնվեց լուսանցքում մոտավորապես այն ժամանակահատվածում, երբ մարդիկ ավարտում էին բուհերը, նկատի ունեմ հայաստանյան բուհերը եւ հետո շատ ցածր աշխատավարձի պատճառով ստիպված են լինում տաքսի վարել, չգիտեմ, սուպերմարկետում դրամարկղի մոտ աշխատել կամ որևէ այլ գործով զբաղվել։ Եվ մենք տեսնում ենք, թե դիպլոմավորված տաքսիստ, թե դիպլոմավորված մատուցող եւ այդ ընթացքում մի այսպիսի բան չէ, մեկը երեխեն կրթությունը ստանում է կամ մարդը կրթությունը ստանում է եւ աշխատավարձը այնքան ցածր է, որ գնում է մատուցողը աշխատում։ Այդ ժամանակ կրթությունը կարծես թե մղվեց հետին պլան։ Եվ շատերի համար չկարևորվեց անգամ կրթություն ստանալը։ Մենք ունեցանք նաև այդպիսի էտապ։ Այո, այստեղ կարելի է իհարկե մի փոքր ավելի հետ գնալ պատմության մեջ եւ տեսնել այն, որ խորհրդային միության ժամանակներում համակարգը լրիվ այլ կերպ էր աշխատում, այսինքն բոլոր մարդիկ, բոլորը ասելով իհարկե ճակերտների մեջ, որովհետեւ բնականաբար ոչ բոլորը, բայց շատ-շատերը մասնագիտական կրթություն էին ստանում, ել ավելի շատերը բարձրագույն կրթություն էին ստանում եւ համակարգը իրենց ապահովում էր աշխատանքով, այդպես գործարանային կոնվեյերի նման մարդիկ մտնում էին համակարգով, դուրս էին գալիս եւ միանգամից մտնում էին մեկ այլ համակարգ, որը աշխատանքն էր։ Եվ դրա արդյունքում օրինակ դպրոցներում ֆիզիկա-մաթեմատիկական բնույթ ունեցող մասնագիտությունները ուղղակի համարվում էին տղամարդու մասնագիտություն եւ հասարակագիտական մասնագիտությունները համարվում էին կանացի մասնագիտություն, ինչ որ նման բան կար, հիմնական բաշխվածություն կար։ Ու երբ խորհրդային միությունը փլուզվեց, երբ այդ ձեր ասած թրենդը ել ավելի վաղ փուլում եղավ, որ աշխատավարձների կտրուկ անկում եղավ, հայտնվեցինք այն իրավիճակում, որ տղամարդիկ մասսայաբար լքեցին կրթության ոլորտը, դպրոցական կրթության մակարդակում արդեն իսկ։ Եվ երկար տարիներ մենք ֆիզիկա-մաթեմատիկական ու բնագիտական առարկաների, STEM առարկաների ոլորտում լրջագույն խնդիրներ ունեցանք, որ ուղղակի չկային ուսուցիչներ, չկային բավարար քանակի ուսուցիչներ, եւ այդ խնդիրը նոր ենք կարողանում կարծես թե հաղթահարել տարբեր միաժամանակ գործիքակազմեր ստեղծելով։ Եվ այդ դա իներցիաներից մեկն էր, որ ուղղակիորեն բերեց նրան, որ ունեցանք խնդիրներ եւ կան մի շարք տարբեր փուլերում ձևավորված պրակտիկաների արդյունքում եկող իներցիաներ, որ ինչ որ կտրուկ փոփոխությունը ուղղակի շղթան ջարդում է եւ խնդիր առաջ ենք կանգնում։ Միաժամանակ օրինակ երբ որ ասացիք բանի մասին ու իհարկե շուկայում պահանջված չլինելու արդյունքներից մեկը նաեւ այն է, որ մարդիկ աշխատում են այն ոլորտում, որտեղ կարողանում են ի վերջո աշխատանք գտնել։ Բայց հիմա կարծում եմ օրինակ երիտասարդների մոտ շատ տարածված է այն աշխատանքները, որոնց մասին նշեցիք, թեկուզ հենց մատուցողի աշխատանքը, ինչ որ վարորդական աշխատանքը եղել են անել ուսանելուն զուգահեռ, որը մարդկանց դրսևորվելու հնարավորություն է տալիս, փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս եւ
հետագայում առնվազն մեկ այլ ոլորտում ունենալու փորձով պլան B ունենալու հնարավորություն կտա։ Դուք խոսեցիք ինքնակրթվելու մասին։ Տեսեք, մենք բոլորս օգտվում ենք սոցիալական ցանցերից եւ շատ հաճախ համացանցում տեսնում ենք, չէ, այսպիսի վեհ գրառումներ, ինչ որ փիլիսոփաներից են մեջբերումներ անում, գրողներից եւ տպավորություն է ստեղծվում, որ այն մարդով մեջբերումներ է անում, այդպես օր ու գիշեր ինքնակրթվում է կամ կրթություն է ստանում եւ հետո փողոցում կարող ես տեսնել այդ մարդուն ծխախոտի մնացորդը, որտեղ պատահի նետում է։ Այ ինչ անել, որ ինքնակրթվելը կամ կրթվելը առհասարակ ձևական բնույթ չկրի։ Փիլիսոփաների մասին խոսելով, կարծում եմ ես միշտ մի փոքր տարօրինակ եմ վերաբերվում այն երևույթին, որ մարդիկ կարող են հսկայական ինչ-որ տեքստեր անգիր հիշել տարբեր փիլիսոփաներից։ Ու չեն էլ հիշում ուրիշ մեկից ուրիշ մի էջում տեսնում են, այդպես տեղադրում են իրենց։ Առավել եւս եթե ուղղակիորեն արտատպում են։ Կարծում եմ, եթե մարդիկ, ովքեր բավարար ժամանակ են ծախսել, այդքան ժամանակ են ծախսել անգիր հիշելու փիլիսոփաների եզրույթները, եթե ուղղակիորեն դրա փոխարեն փորձեին ըմբռնել, թե տեքստի տակ ինչ է թաքնված, շատ ավելի լավ սոցիալական պահվածք կցուցաբերեին։ Կարծում եմ մարդիկ դա եւս թեևս անցյալի կրթությունից մնացած երևույթ է, որ մենք շատ ժամանակ ու դպրոցներում էլ այդպես էին պահանջում, որ օրինակ պատմություն առարկան ոչ մեկ չէր պահանջում, ուսուցիչներից շատ-շատերը չէին պահանջում, որ դու վերլուծությամբ զբաղվես։ Քեզ այնց պահանջում էր ուղղակիորեն ասել, թե տղմուտ գետի որ ափին է տեղի ունեցել այսինչ դեպքը, իսկ այն որ դու տղմուտ գետը քարտեզի վրա 10 դեպքից 10-ի դեպքում չես կարողանա անգամ ցույց տալ, դա շատ քչերին էր հետաքրքրում։ Հետեւաբար, եթե մենք ունեցել ենք այնպիսի համակարգ, որտեղ ոչ թե մտածողություն զարգացնելն է հիմքում դրված եղել, այլ ուղղակի փաստերի անգիր հիշելը եւ ցանկացած դրվագում, ցանկացած պահին դրանցով կիսվելը, շատ նորմալ է նաեւ, որ մարդիկ ռեֆլեքսիա շատ ժամանակ չեն կարողանում կիրառել եւ բնության մասին, հասարակության մասին խոցելի մարդկանց մասին այդպես բան են։ Պարոն Գասպարյան, այսինքն կարծում եք, որ մեր ժամանակներում մասնավորապես կրթվելը կամ ինքնակրթվելը իրոք անհրաժեշտություն է։ Կարծում եմ դա բոլոր ժամանակներում է իրականում անհրաժեշտություն եղել, բայց հիմա ավելի քան երբևէ ու կարծում եմ ապագայում ել ավելի շատ է դա կարևոր լինելու, քան հիմա էր։ Այսինքն ինչպես խոսակցության ընթացքում արդեն քննարկեցինք, որ մենք դառնում ենք պակաս պահանջված որպես մարդիկ եւ մրցակցայնությունը շատ ավելի մեծանում է, ժամանակը շատ ավելի կրճատվում է, մենք ուղղակիորեն շատ ավելի քիչ ժամանակ ենք ունենում, կյանքի տեմպը շատ ավելի արագացել է, հետեւաբար պիտի կարողանանք մաքսիմալ ճիշտ օգտագործել մեր ժամանակը, մաքսիմալ հասկանալ, թե ինչպես կարող ենք մենք շարունակել առաջ գնալ եւ զարգանալը ու տարբեր արժեքներ ոչ միայն կրթված լինելու, այլ նաեւ քաղաքացիական պահվածք ցուցաբերելու տեսանկյունից կարծում պիտի կարևորագույն որակներից մեկը լինի մեզ մոտ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ես շեշտեմ իմ հյուրը կրթության փորձագետ Արման Գասպարյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։